Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններ հաստատելու օրակարգն է այցի հիմքում։ Վարչապետ Փաշինյանի գնահատականն է ընթացող գործընթացին, որը նա ըստ կառավարության հնչեցրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ Հայաստանի ղեկավարը հույս ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա մեկնարկեց կեսօրից հետո Նիկոլ Փաշինյանը արդեն հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Փաշինյան-Էրդողան հանդիպումը Ստամբուլում լույս տեսնող հայալեզու ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի Երևանի ժամանակով 7-ին պետք է մեկնարկեր։ Նախ դեմ առ դեմ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ։ Քննարկումների կամ բանակցությունների վերաբերյալ հրապարակումները նախատեսված են միայն գրավոր լինել է, այս պահի դրությամբ համատեղ մամուլի ասուլիս չէ ծրագրված։ Կառավարական պատվիրակության կազմում արտգործնախարարն է հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնաց ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են, երթմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները։ Հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպումը մոտ 2 ժամ է տևել։ Ըստ Արա Գոչունյանի, Պոլսո հայոց պատրիարքն այս պահին Միացյալ Նահանգներում է, իսկ հանդիպմանը պատրիարքարանից հոգևորականներ չկային։ Ներկա էր միայն հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչը։ Վարչապետ եկեղեցի կաթողիկոս լարվածության պայմաններում քահանաներ չկային նաև Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում, որտեղ վարչապետն այցելել էր մոմ վառելու եւ դրա մասին տեսանյութ հրապարակել։ Որևէ փաստաթղթի ստորագրման մասին ներկաներից Արա Գոչունյանի խոսքով վարչապետը չի խոսել, շեշտը դրել է Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման վրա։ Հայաստանում վերջին շրջանին հնչած որոշ հայտարարություններ այստեղ էլ գրկնեց, Ստամբուլում էլ գրկնեց պարոն վարչապետը, նավանդ այն իմաստով, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը արդեն ժամանակի հարց է, բայց այդ ժամանակը իհարկե ուշ կլինի, շուտ կլինի, չի լինի, չենք իմանում, մեր ցանկությունն է, սավ, այսինքն, որ հնարավորինս գործընթացը թափ ստանա։ Փաշինյանը տեղեկացրել է, որ Էրդողանի հետ Երևանի առաջ քաշած տարածաշրջանի ապաշրջափակման խաղաղության խաչմերուկ ծրագրից է ուզում խոսել։ Ինքը սավ օրինակ 2 տարի առաջ, գուցե նույնիսկ 6 ամիս առաջ իր կողմից այսպիսի այցելություն անիրադես դարեր համարվեր, իսկ արդեն հիմա իրադեսական է այսպիսի բան, հետևաբար սա պետք է համբերադար հետևական աշխատանք անել, որպեսզի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների այս որակը փոխվի եւ նրանց որակի փոփոխությունը արդեն դարաձաշրջանի իրադրությունն էլ կարող է պայմանավորի։ Բայց միևնույն ժամանակ Գոչունյանի խոսքով վարչապետը կոչ է արել Էրդողանի հետ այսօրվա հանդիպումից չափազանցված ակնկալիքներ չունենալ։ Հուսով իրարու հետ պետք է մենք քննարկենք, մեզ համար այս պահին որ այն է, որ զանազան հարցերու շուրջ ներառյալ խաղաղության խաչմերուկ նախագիծը Ստանի դիրքորոշումը առավել ուրեմն ընկալելի լինի Թուրքիային, որ այդ հիման վրա կարելի լինի այսպես պայմանական խոսքով հաշվարկներ անել կամ կանխատեսումներ անել։ Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակում։ Օրակարգը կողմերը չեն հրապարակել, բայց դեռ նախորդին վարչապետի թիմակիցները պնդում էին առանցքում հայ-թուրքական կարգավորումն է, սպասում են, որ պայմանավորվածությունները արդյունքի կվերածվեն, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան Ֆրանս Պրեսին հայտնել է, որ կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը, ինչպես նաև Իրան-Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետևանքները։ Ինչ պայմանագիր հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանականն է նկատի ունեցել պաշտոնյան հայտնի չէ։ Հնարավոր է փաստաթղթերի ստորագրում։ Իշխանության ներկայացուցիչները Երևանում չէին շտապում ստամբուլյան բանակցությունների հնարավոր զարգացումներից խոսել։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը կապված 3-րդ դիվանագիտական անձնագրեր կրող կամ 3-րդ պետության քաղաքացիների Հայաստան եւ Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հնարավորության հետ, ապա դու գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք եւ մենք ըստ էության մշտապես խոսում ենք եւ շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման
եւ այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին առարկային տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ։ Աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին չափազանց կարևոր է հարևան երկրների հետ, ուրեմն ուղիղ հարաբերությունների հաստատումը առանց երրորդ երկրների միջամտության եւ միջնորդության։ Ընդդիմությունը կարծում է Փաշինյանի իշխանությունը նպաստում է Թուրքիային տարածաշրջանի գլխավոր խաղացողի դեր վերապահելուն, ինչը պատիվ ունեմից Տիգրան Աբրահամյանի կարծիքով չի բխում Հայաստանի շահերից։ Այն հանգամանքը, որ Թուրքիային նաև Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ բերում են, այսպես ասեմ, որպես Հարավային Կովկասի նայող, հատկապես այն համատեքստում, երբ որ մեր ռեգիոնի բալանսն ապահովող երկու երկրները այսօր մխրճված են պատերազմական գործողություններում, Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը Իսրայելի եւ ավտոմատ, որի պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բարձրանում էր եւ ազդեցությունը, հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը եւ այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը բնականաբար որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից։ 21-ի վերջից ընթացող կարգավորման գործընթացում ոչ Երևանը, ոչ Անկարան պաշտոնապես նախապայմաններ չեն դնում, բայց թուրք պաշտոնյաները պարբերաբար հայ-թուրքական կարգավորումը կապում են հայ-ադրբեջանական հաշտեցման հետ, անգամ Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելուց հետո։ Նիկոլ Փաշինյանը սկսեց իրական եւ պատմական Հայաստանի դիսկուրսը, արևմտյան Հայաստանն ասած Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է։ Օսմանյան Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայտարարեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Նույն թուրքական լրատվամիջոցների հետ այդ հարցազրույցում Հայաստանի վարչապետը անմիջական հարևանների հետ խաղաղությունը կարևորեց, բայց կարգավորումը մեկ է տեղից չշարժվեց։ Սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու պայմանավորվածությունը արդեն երրորդ տարին է չի կատարվում։ Արդյոք այս այցով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները միմյանցից զատելու հարցում շրջադարձ հնարավոր կլինի ապահովել։ Ապագան ցույց կտա, ընդդիմադիրները սակայն խիստ թերահավատ են խաղաղության համաձայնագիր կնքելու Ադրբեջանի նախապայմաններից չհրաժարվելը հաշվի առնելով։ Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը չի կասկածում Փաշինյանից մեկ օր առաջ Ալիևի այցը Թուրքիա պատահական չէր։ Երկու դաշնակիցները ժամացույցներն են ճշգրտել։ Որևէ դրական ակնկալիք չունեմ, մանավանդ այս զարգացումների ֆոնին։ Մի մարդ, որ ասում է, ես մինչև 22 թվականը ֆորպոստի վարչապետ էի, հիմա Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ, այդ մարդուն մի հատ հարցրեք։ Այսինքն դու ֆորպոստում հեղափոխություն ես արել, իշխանության ես եկել։ Ստամբուլահայ խմբագիր Արա Գոչունյանի խոսքով վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Էրդողանին Հայաստան հրավիրել մասնակցելու հաջորդ գարնանը Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Երկու առաջնորդները վերջին անգամ դեմ առ դեմ զրուցել էին Տիրանայում, հենց եվրոպացի առաջնորդների այդ հավաքի կուլիսներում։